Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր ձեր հետ միասին մենք ուսումնասիրենք Ադրբեջանի կողմից նոյեմբերի 8-ին այս տարվա, այսինքն 2025 տարվա Բաքվում շքերթի ժամանակ ցուցադրված տարբեր նոր ուրեմն ռազմական հնարավորություններից եւ կխոսենք նաեւ դրա անհրաժեշտ արձագանքից հայկական կողմից։ Առաջերտին պետք է նշեմ, որ սա իհարկե ուղղված է եւ ես բազում եմ հարցազրույցներում սա ասել եմ, բայց համոզված չեմ, որ բոլորը ով սա կդիտի, նաև դիտել է այդ հարցազրույցները, որ սա առաջերտին ուղղված է լինելու Ռուսաստանից եւ Իրանից Ադրբեջանը պաշտպանելու նպատակին, հաշվի առնելով փոխվող ռազմաքաղաքական իրավիճակը եւ առհասարակ աշխարհաքաղաքական դինամիկան տարածաշրջանում, ինչպես նաև թուրքական պետությունների միության ձևավորումը եւ Ադրբեջանի կողմից ռուսական օրակարգից ինչ որ առումով դուրս գալը եւ թուրքական օրակարգ մտնելը նաեւ նույն տրամաբանությունով է օգոստոսի 8-ի փաստաթուղթը, որը մերժում է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, հաշվի առնելով դա գլխավոր վտանգները մեր ուղղությամբ չեն, բայց ամեն դեպքում Հայաստանը եւ հայ ժողովուրդը ստիպված պետք է նաեւ շատ ուշադիր հետևի եւ այստեղից հետևանքներ քաղի եւ հատուկ այդ ուղղությամբ քայլեր անի, ինչ կարծում եմ, որ շատ կարեւոր եւ անհրաժեշտ է։ Ուստի մենք ձեր հետ անպայման այս հարցը հիմա մանրամասն կվերլուծենք եւ կքննարկենք։ Ադրբեջանը ուրեմն ներկայացրել է նոր ցամաքային համակարգներ, սկսենք առաջինից դա Վաշակ ուրեմն 4-4-ի վրա հատուկ մեքենա է տակտիկական, որը ադրբեջանական է, Ադրբեջանը ինքն է արտադրում նա եւ սա թեթև հատուկ նշանակության մեքենա է, որը կարողանալու է ապահովել այն, որ հատուկ նշանակության զորքերը կարողանան հեշտությամբ մեկնել դեպի բարդ նաեւ տարածքներ, սահմանամերձ ենթադրում եմ, եւ այդտեղ կարողանան գործել։ Սա առաջի անգամ ցուցադրվել է հենց այդ շքերթի ժամանակ։ Հաջորդը դա Կոբրա 2 զրահատեխնիկան է, շտաբօգնության մեքենան, որը ծագումով Թուրքիայից է եւ սա բժշկական տարհանման տարբերակ է Կոբրայի։ Կոբրայի մասին մենք նաև գիտենք, որ Թուրքիան երկար ժամանակ է արտադրում է եւ զարգացնում է այդ Կոբրայի հնարավորությունները։ Ուրեմն սա վիրավորվածներին զրահապատ տարբերակով մեքենայի կրակի տակից եւ ուրիշ այսպիսի ծանր իրավիճակից հանելն է։ Բացի դրանից, հարգելի հայրենակիցներ, Ադրբեջանը նաև ներկայացրել է Նորա B-52 NG 155 մմ-նոց ինքնագնաց հաուբիցներ, ծագումով սա Սերբիայից է, Նորան, եւ մոտավորապես 60 կիլոմետր հեռահարության վրա է կրակում, ուրեմն սրա տրամաբանությունն է հարվածիր եւ փոխիր դիրքը միանգամից եւ կարելի ասել Հայաստանն էլ մոտավորապես այս տրամաբանությունով է շարժվում, բայց 60 կիլոմետրանոց այս նորաները նաեւ ներկայացնում են լրջագույն վտանգ եւ խնդիր, որովհետեւ կարող են գործել սահմանամերձ շրջանում, հատկապես նկատի ունեմ խոսքին, որ կարող են Ադրբեջանի սահմանից 30 կիլոմետր խորքում գործել եւ հարվածել Հայաստանի սահմանից 30 կիլոմետր խորք, կամ եթե 10 կիլոմետր խորքում գործեն Ադրբեջանի սահմանից, ապա 50 կիլոմետր Հայաստանի սահմանից խորք, իսկ Սյունիքի դեպքում ուրեմն Ղարաբաղի եւ Նախիջևանի հատվածները հաշվի առնելով փաստացի խոսք կարա գնալ ամբողջությամբ երկկողմանի կրակի մասին, որը ամբողջ Սյունիքի տարածքը խոցելի է դառնում Նորայի համար, բայց ոչ միայն Նորայի, այստեղ կա նաև Դիտա 155 մմ-նոց ինքնագնաց հաուբիցների համակարգ, որը արտադրում է Չեխիան եւ Ադրբեջանը նաև գնել է այն։ Սա 40 կիլոմետրանոց հեռահարություն ունեցող հնարավորություն է եւ առաջի անգամ իրականում նաև հիմա է ցուցադրվում, որ հստակ դիտա ձևաչափի այդ հաուբիցները Ադրբեջանը ունի, գործող արդեն երկար ժամանակ է իրանց ուժերում, կա T-90 հիմնական մարտական տանկ, ինչպես նաև T-72, BMP-2, Մստա, BTR-70-80 տարբեր այդ ձևաչափերը, դրա մասին չենք խոսելու։
ուրեմն հրետանի հրթիռային համակարգներ եւ հրթիռներ, այդ ուղղությամբ նաեւ խոսենք, թե ինչ հնարավորություններ է հիմա ձեռք բերել Ադրբեջանը։ Սա իսրայելական Elbit Pulse, ուրեմն բազմախողովակային հրթիռային համակարգն է, որը մոդուլային բազմակալիբրի համակարգ է, իրականում 122, 160, 306 նույնիսկ եւ 370 միլիմետրանոց ծանր հրթիռներ կարող է նույնիսկ կիրառել, սա իսրայելական ծագում ունի, ինչպես արդեն ասացի, ուրեմն եւ սա շատ լուրջ համակարգ է, Elbit-ը, որը լրջագույն խնդիր կարա ներկայացնել։ Բացի դրանից, Predator Hawk 370 միլիմետրանոց ղեկավարվող հրթիռները, սա նաև մարտավարական մեծ հեռահարություն ունեցող ղեկավարվող հրթիռներ են, ինչը շատ կարևոր է ընդգծել, եւ հնարավորություններ ունեն խոցելու մոտ 300 կիլոմետրի ուղղությամբ հարվածային հեռահարություն, բարձր ճշգրտության, ինչը GPS է նաև օգտագործում, եւ դուք հասկանում եք, սա լուրջ արդեն թվի մասին է խոսքը 300 կիլոմետրանոց, եւ սա կարա Հայաստանի խորքում փաստացի բոլոր վայրերում հարվածներ հասցնի, այն էլ շատ բարձր ճշգրտության։ Icebreaker, ուրեմն ցամաքային թիրախների, ուրեմն թևավոր հրթիռներ, նաև Rafale-ի իսրայելական ծագում ունեցող 5-րդ սերնդի ցամաքային եւ օդային տարբերակն է, որը հնարավորություն ունի ցածր բարձրությամբ թաքցված թռիչք ապահովի եւ մինչեւ 300 կիլոմետր հեռահարության վրա ցամաքային եւ ծովային թիրախներ խոցի, ուրեմն Ադրբեջանը նաև այս ուղղությամբ ակտիվորեն աշխատում է եւ Icebreaker-ը իրանց գլխավոր ուղղություններից մեկն է։ Բացի դրանից, Hero 120, ուրեմն թափառող զինամթերք, սա նաև իսրայելական կամիկաձե ԱԹՍ է, կարելի ասել, սա իսրայելական ծագում ունեցող, ուրեմն օդից թիրախների վրա հարվածներ հասցնելը կամիկաձեի ձևաչափով, եւ սա այո, նաև իսրայելական ծագում ունի, լուրջ հնարավորություն է։ Բացի դրանից Seabreaker ափամերձ համակարգներ, ցամաքային ուրեմն եւ ծովի թիրախների դեմ ուղված, նաև Իսրայելի ծագում ունեցող եւ սա հնարավորություն է տալիս մինչև 300 կիլոմետր ցածր բարձրության թռիչք ապահովել, արհեստական բանականության միջոցով ուղղորդվող թիրախներ ծովային ուղղությամբ խոցել եւ ապահովելու է Ադրբեջանի անվտանգությունը Կասպիաց ծովում, Ռուսաստանի եւ Իրանի իհարկե դեմ եւ ուղղությամբ։ Գործող համակարգներում մենք գիտենք, որ տարբեր նաև ուժեր կան, դա LoRa համակարգներն են, իսրայելական Polonez համակարգները, բելառուսական եւ չինական եւ սովետական Smerch-ները, Elbrus-ները, .U-ները եւ այլն, սրա մասին մենք նաև չենք խոսելու։ Հակաօդային պաշտպանության ուղղությամբ, հարգելի հայրենակիցներ, շատ կարևոր փոփոխություններ կան, HQ9BE մեծ հեռահար, ուրեմն հակաօդային պաշտպանության համալիր, որի արտադրողը Չինաստանն է եւ որը ակտիվորեն կիրառվել է Պակիստանում Հնդկաստանի դեմ այդ պատերազմում, սրա հնարավորությունը մինչև 250-300 կիլոմետր հեռահարության թիրախներ, կլինի դա ինքնաթիռ, թե թևավոր հրթիռներ, խոցումն է եւ նման է S-300 ռուսական հակաօդային պաշտպանությանը, բայց իրականում խոսք է գնում, որ չինական HQ9B-ին շատ զարգացած մոդել է եւ շատ ավելի հզոր հնարավորություններ ունի, քան ուրեմն ռուսական S-300-ը։ Նաև մենք գիտենք, որ այստեղ տեսնում ենք նաև, որ կա Barak 8-ը միջին հեռահարության
հակաօդային պաշտպանությունը, որը իսրայելական եւ հնդկական ծագում ունի, բայց իհարկե մեծամասնությամբ հենց իսրայելական ուղղությունն է, մոտ 700 կիլոմետր հեռահարության վրա կարող է խոցել, հաշվի առնելով իր հնարավորությունները, ինքնաթիռներ, հրթիռներ եւ շատ ակտիվ նաեւ ուժ է այդ ուղղությամբ, եւ Viking մոբիլ հակաօդային պաշտպանություն, որը ուրեմն նախագծում է եւ տեղական արտադրում է, եւ Viking-ը ինչքանով մենք հասկանում ենք, սա մոտավորապես մինչև 30 կիլոմետր կարճ հեռահարության վրա այսպիսի հատուկ հակաօդային պաշտպանություն է, որը ենթադրում եմ, որ նաեւ Ադրբեջանը թուրքական եւ իսրայելական փորձն է հաշվի առնել այս ուղղությամբ զարգացումի։ Գործող համակարգերի մասին մենք գիտենք, Ադրբեջանը ուներ S-300, S-125, ԱԿԱ-ՍԱ, իգլա եւ բուկ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգները։ Տեսնում ենք, որ այստեղ էլ փոփոխություն է կրում։ Ադրբեջանը անցնում է իսրայելական զենքի վրա, չինական զենքի վրա, իսկ հիմա երբ նայում ենք արդեն օդուժի ուղղությամբ, ապա տեսնում ենք, որ այստեղ JF-17 Thunder Block 3 բազմաֆունկցիոնալ կործանիչ ինչի մասին է խոսքը, որը Ադրբեջանը գնել է, սա Պակիստանի եւ Չինաստանի ընդհանուր արտադրանքն է, որը շատ լուրջ հնարավորություն է, ուրեմն եւ տարբեր հրթիռներ կարա ունենալ, հրթիռային համակարգներ, մի խոսքով հենց բազմաֆունկցիոնալի մասին երբ խոսք է գնում, դա կարա ապահովի ինչպես օդում հնարավորություններ, ուրիշ ինքնաթիռների կործանիչների դեմ աշխատելու, այդպես էլ հակաօդային պաշտպանության դեմ, հրթիռների դեմ եւ այլն, մի խոսքով սա շատ լուրջ ուղղություն է նաեւ ադրբեջանական այդ օդային ուժերի եւ ուրեմն ուրիշ նաեւ ուժերի մասին է խոսքը գնում, որ Ադրբեջանը նաեւ ուրիշ Պակիստանի հետ ուրիշ ոլորտում է նաեւ ակտիվ համագործակցություն։ Մինչեւ այս պահը մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը ուներ MiG-29, Su-25, Mi-35, Mi-8 եւ Su-25-ի մի ուրիշ տարբերակ, մենք սրա մասին նաեւ չենք գնալու բանրամասն խոսելու, ընդհանուր առումով կարանք հասկանալ, որ այս ուղղությամբ լուրջ նաեւ փոփոխություն կա, նկատի ունեմ հենց JF-17 Thunder Block 3-ը, իսկ ինչ վերաբերվում է ԱԹՍ-ներին, ապա այստեղ Բայրակտարի ուղղությունով նաեւ լրջագույն զարգացումներ կան, ակինչիները առհասարակ նաեւ արդեն լուրջ տեղ են զբաղեցնում եւ տեսնում ենք, որ այստեղ նաեւ Ադրբեջանը փորձում է զարգացնել այդ ուղղությունը համագործակցության, ինչը տրամաբանական էր, Հարոպի ուրեմն ուղղությամբ նաեւ տեսնում ենք զարգացում, հարոպները նաեւ ներկայացված են, կամիկաձե դրոնները, ծանր Հարոպը գիտեք, ծանր այդ հնարավորությունն է, օրբիտերը նաեւ ուրեմն կարևոր դեր է զբաղեցնում, Sky Striker-ը նկատի ունեմ Ադրբեջանում, որը օգտագործվում է, եւ Hermes-ները, որոնց մասին մենք նաեւ գիտենք, սա էլ ծանր ուրեմն երկարաթև հետախուզման ԱԹՍ է, երկար ժամանակ կարող է այդ հետախուզումը անցկացնել։ Ընդհանուր առումով կարծում եմ, որ սա է գլխավոր փոփոխությունները, եւ ձեր հետ միասին մենք հիմա պետք է շատ ակտիվ քննարկենք կարևորություն ունեցող այն հարցը, թե ինչ հնարավորություններ կարող է Հայաստանը ձեռք բերի նրա համար, որ կարողանա պատասխանել ուրեմն այս խնդիրներին եւ այս վտանգներին, եւ ես կարծում եմ սա շատ կարևոր նաեւ ակտիվ հարց է, որովհետեւ պետք է նաեւ ընդհանուր առումով քննարկել ինչպիսի համակարգ Հայաստանը պետք է ունենա սրան արձագանքելու համար, գուցե այսպիսի տեսլական, թե ինչ զարգացում պետք է լինի այդ ուղղությամբ, որովհետեւ հասկանալի է, որ
Այս պահին, եթե մենք նայենք նույն ցամաքային ուժերի ուղղությամբ, Հայաստանի ունեցվածքը ընդհանուր առումով T-72 տանկերն են, որոնք հին են, 80-ական թվականների մոբիլ չեն, Հայաստանի այդ ուղղությամբ հնարավորությունները սահմանափակ են, մեծ մասամբ նաև Հայաստանի ուրեմն հրետանին նաև սովետական է, չնայած նրա, որ կա տեղեկատվություններ եւ ուրեմն համագործակցություն ATACMS ուրեմն հնդկական այդ 155 մմ-անոց նաև հրթիռային համակարգերի ձեռքբերման մասին, ընդհանուր առումով, եթե ասենք նույն հրթիռային համակարգի ուղղությամբ, ապա կարելի է ասել, որ այո, խոսքի նույն պինական եւ ATACMS-ը կարա լինի լուրջ հնարավորություն ուրեմն նրա համար, որ Հայաստանը պատասխանի ստեղծված այդ վտանգներին, եւ մենք գիտենք, որ առաջի պինականները Հայաստանը ստացել է 2023 թվականին, եւ դա նպատակ ունի, որ Գրադի եւ Սմերչի փոխարենը լինի եւ ուժեղացնի Հայաստանի ուրեմն հրթիռային համակարգի հնարավորությունները։ Բացի դրանից մենք գիտենք, որ ATACMS ուրեմն նաև հնդկական 155 մմ-անոց այդ կարևոր զարգացում ունեցող ավտոմատացված, ինչպես Ադրբեջանը ունի ուրեմն համակարգները նաև ակտիվ զարգացնում են ՆԱՏՕ-ի ձևաչափով 155 մմ-անոց, եւ սա նաև կարա օգնի Ադրբեջանի հետ բալանսավորել այդ ուղղությունը։ Մենք գիտենք նաև ցեզարների մասին, 155 մմ-անոց նաև ցեզարները, որոնք 40 կիլոմետրանոց կամ մինչև 50 կիլոմետրանոց կարող են հարվածներ հասցնել սահմանին, Հայաստանը գիտենք, որ ցեզարի ուղղությունով ֆրանսիական կողմի հետ ակտիվ համագործակցում է։ Հիմա նաև քննարկենք ինչ հարցեր կարող են ուրեմն լինել այստեղ, որովհետև կարևոր հարցը նրանում է, խոսքին ինչպես է Հայաստանը կարողանալու լուծել այդ հակաօդային պաշտպանության հնարավորությունները Ադրբեջանի, որը ինքը ձեռք է բերել, եւ մենք գիտենք, որ Հայաստանը ունի բանակցություններ, առնվազն քննարկվել է այդ հարցը, որ ուզում է գնել Բրահմոս, ուրեմն մինչև 300 կիլոմետրանոց շատ հզոր հնդկական արտադրանքի հրթիռը, որը կարա բալանսավորի այն իսրայելական հրթիռները, որոնց մասին մենք խոսում էինք, եւ Բրահմոսի ուղղությունը շատ հետաքրքիր է։ Բացի դրանից դրոնների ուղղությունով դա ամերիկյան դրոններն են, որոնք MQ-1C Gray Eagle տարբերակի ուրեմն ATHS-ն, որը այո շատ լուրջ հնարավորություններ է տալիս նաև եւ կարա օգնի Հայաստանին, որ հարվածային նաև, ինչպես նաև հետախուզական ուրեմն հնարավորություններ տա Հայաստանին, որ բալանսավորի ATHS-ների ուղղությունով բացը, եւ սա Միացյալ Նահանգների արտադրանք է, եւ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները զարգացնելու հնարավորությունը տալու է նաև հնարավորություն այս ուղղությամբ աշխատել MQ-1C Gray Eagle-ի ուղղությունով, ինչպես նաև Switchblade 600 ATHS-ի ուղղությունով, որը մինչև 40 կիլոմետր նաև կարող է լուրջ հարվածներ հասցնել տանկերին եւ հրետանուն, լուրջ նաև հնարավորություն է։ Բացի դրանից ֆրանսիական ուղղությունով Javelin-ի նման տարբերակը Akeron MP-ն, որը կա, ինչպես նաև հենց ամերիկյան Javelin-ները, որը հակատանկային եւ ուրեմն այդ զրահային մեքենաները, որի մասին մենք խոսեցինք, որը Ադրբեջանը զարգացնում է, դրա դեմ շատ էֆեկտիվ կարող է ապահովել անվտանգությունը եւ այո, պետք է աշխատել այդ ուղղությունով Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի հետ Javelin-ի եւ Akeron-ի ուղղությունով։ Ինչ վերաբերվում է նաև հակաօդային պաշտպանության հարցերին, ապա մենք գիտենք, որ Հայաստանը աշխատում է ակտիվորեն Ակաշ ուրեմն միջին հեռակայության հնդկական հակաօդային պաշտպանության ուղղությունով, որը մինչև 70 կիլոմետր է աշխատելու եւ ունի ուրեմն ATHS-ների ուղղությունը, ինչպես նաև կործանիչ ինքնաթիռերի ուղղությունը, բայց այստեղ նաև կարևորություն կա, որ Հայաստանը կարողանա
շարունակի զարգացնել Միստրալների են շատ կարճ 6 կիլոմետրանոց մոտավորապես հատվածը հակաօդային պաշտպանության, գիտեք, իգլայի նման տարբերակն է, մարդն է օգտագործում, ինչպես նաև ամերիկյան կողմը նաև ունի Stinger նույն տարբերակը 5 կիլոմետրանոց եւ դա նաև կարա օգտագործվի Հայաստանի կողմից, շատ մոբիլ հնարավորություններ են, իսկ նաև ինչ վերաբերվում է, թե ինչ պատասխան կարա լինի հակաօդային պաշտպանության ուղղությունով, ապա այստեղ նաև SAAMPT Mamba, ուրեմն երկար հեռակայության հակաօդային պաշտպանությունը, որը ունի Ֆրանսիան, ինչպես նաև շատ կարևոր NASAMS, ուրեմն միջին նաև հեռակայության ամերիկյան եւ նորվեգական ընդհանուր հակաօդային պաշտպանությունը կարա լինի լուրջ հնարավորություն, մեկը ապահովի մինչև 30 կիլոմետր հեռակայություն, NASAMS-ի մասին է խոսքը, որը Ուկրաինայում ապացուցել է իր էֆեկտիվությունը, իսկ Մամբան փաստացի մինչև 100 կիլոմետր, եթե աստեղ 30 ձևաչափի հրթիռներ լինեն, մինչև 100 կիլոմետր հակաօդային պաշտպանություն կարող է ապահովել։ Իհարկե նաև պատրիոտների հարցը պետք է լինի օրակարգում, որովհետև հակաօդային պաշտպանության մասին երբ խոսում ենք, ամենաէֆեկտիվը պատրիոտ համակարգներն են։ Ընդհանուր առումով հաշվի առնելով, որ Հայաստանի համար կենսական է պաշտպանվելու համար պատրաստվելը, այլ ոչ թե հարձակողական գործողությունների, ապա կարելի է ասել, որ ադրբեջանական այդ հնարավորություններին պատասխանը պետք է լինի հակաօդային պաշտպանությունը հստակ եւ հզոր ձևով զարգացնելը, բազմաշերտ, բազմավոլորտ, ԱԹՍ-ների ուղղությունով ինչպես տեղային, այդպես էլ միջազգային գործընկերների հետ զարգացնել ԱԹՍ հնարավորությունները եւ գնել կարևոր ԱԹՍ-ները, այդ թվում ստեղծել համատեղ արտադրանք Հայաստանի տարածքում, կարևոր նշանակություն ունի բաստիոնների այդ հարցը, որտեղ մենք տեսնում ենք Ադրբեջանը նաև Կոբրա 2-ի դեպքում այդ ուղղությունով է շարժվում եւ բաստիոնները գնել է պետք, ցավոք ինչքանով գիտեմ Վրաստանի տարածքով, ինչքանով հանրային է նաև հայտնի Վրաստանի տարածքով մատակարարումները երկար ժամանակ է կանգնել են եւ պետք է հայկական կողմը ապահովի դրա մատակարարումները տարբեր ուղղություններով, նաև Իրանը կարա լինի այդտեղ հետաքրքիր գործընկեր հաշվի առնելով Ֆրանսիա-Իրանի հարաբերությունները, բայց բաստիոնները կարևոր են մեծ քանակով, որ մենք մոբիլությունը ապահովենք նաև սահմանին, հատկապես այն վայրերում, որտեղ որ գիտեք, մեր սահմանը շատ բարդ սարային իրավիճակում է գտնվում եւ այդտեղ շարժը պետք է լինի շատ մոբիլ, այս զուգահեռ սրա մենք տեսնում ենք, որ այո, հեռակա հրթիռների հարցը նաև դրված է, որովհետև հաջորդ պատերազմը դա արդեն հրթիռների եւ օդային ավելի բաղադրիչը շատ ավելի մեծ է, ոչ միայն ԱԹՍ-ների, այլ ինքնաթիռների, կործանիչ ինքնաթիռների, ես համարում եմ, սա իմ անձնական կարծիքն է, ես ռազմական փորձագետ չեմ, բայց հաշվի առնելով իմ ընդհանուր գիտելիքները, որը զարգացում են բոլոր ուղղություններով, այդ թվում ռազմական, կարամ ասեմ, որ այն ինչ Պակիստանի եւ Հնդկաստանի միջև կոնֆլիկտում տեղի ունեցավ, որի մասին մենք վերլուծություն նաև ակտիվ արել ենք մեր ալիքի վրա, կարա հստակ ասի նրա մասին, որ Պակիստանի եւ Չինաստանի այս ընդհանուր JF-17 բլոկ 3 կործանիչ ինքնաթիռի դեմ Su-30 SM-ները նույն հնդկական այդքան էլ էֆեկտիվ չեն, ուստի ես չեմ կարծում, որ հայկական կողմը պետք է այն ունեցած Su-SM-ները ուրեմն համալրի եւ նոր Su-SM-ները առնի Հնդկաստանից սրանով ավելացնելով քանակը, ես կարծում եմ հակառակը, պետք է վաճառենք այդ Su-30 SM-ները Հնդկաստանին, դրա փոխարեն ուրեմն գլխավոր մեր ուղղությունը թեքելով դեպի ֆրանսիական եւ ամերիկյան արտադրանքնի ուրեմն ինքնաթիռներ, կործանիչ, դա կլինեն F-16-ները, թե Եվրոջետները, թե Ռաֆալները, դա իհարկե արդեն մասնագետների մանրամասն հարց է, ինձ քաղաքական առումով եթե ինձ հարցնեն, մեր նպատակը F-35-ներ պետքա լինեն, իհարկե դա հասկանալի է, որ այս փուլում անհնար է, բայց եթե Հայաստանը այնպիսի սերտ դաշնակցային հարաբերություններ ունենա Միացյալ Նահանգների հետ, ինչպիսին ունեն իր գլխավոր դաշնակիցները, կլինի դա Իսրայելը, Սինգապուրը եւ մի քանի ուրիշ պետություն, ապա դա քաղաքական առումով հնարավոր է։ Ուստի այո, ցանկությունը մեկ է, բայց իրականությունը ուրիշ, պետք է աշխատենք այդ ուղղությունով, իսկ իրականության առումով իհարկե F-16-ները կարա լինի լավ ինտեգրման հնարավորություն, որ սկսվի արդեն այստեղից, նաև տարբեր հնարավորություններ կան այդտեղ,
ոչ միայն նույն F-16-ները, ուրիշ տարբերակներ է նաև կարելի քննարկել նրա համար, որ Հայաստանը կամաց ինտեգրվի ամերիկյան այդ օդային համակարգի մեջ, որովհետև ի վերջո իմ պատկերացումով մենք պետք է հասնենք F-35-ների տարբերակին եւ սրանով բալանսավորենք ամբողջությամբ մեր անվտանգությունը բոլոր մեր հարևանների հետ, որովհետև F-35-ները Հայաստանին կտային հնարավորություն հանգիստ, խաղաղ բոլորս քնեինք այն առումով, որ ապահոված լիներ ամբողջությամբ Հայաստանի անվտանգությունը, դրանից լավ հնարավորություն չկա, Իսրայելի հիմքը նաև դա է, եւ առհասարակ ես կարծում եմ, որ մենք պետք է նաև զարգացնենք հարաբերությունները Իսրայելի հետ։ Սա շատ կարևոր մաս է, որովհետև իսրայելական այդ հրթիռների պաշտպանելու ամենալավ հնարավորությունը նույն իսրայելական կարա հակաօդային պաշտպանության համակարգները լինեն։ Մենք պետք է խոսենք Իսրայելի հետ, քննարկենք այս հարցերը, ինչքանով դա կստացվի, դա բարդ հարց է, նախօրոք ասել չի կարելի, բայց Միացյալ Նահանգների միջնորդությամբ Իսրայելը հիմա իմ պատկերացումով շատ հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությամբ եւ իր վաճառելու այս գործընթացը Ադրբեջանին զենքի չի ուղղված Հայաստանի դեմ, ուղղված է Իրանի դեմ իհարկե, բայց դա չի նշանակում, որ չի կարա օգտագործվել Հայաստանի դեմ, կարա օգտագործվել Ադրբեջանի կողմից, ուստի մենք պետք է նաեւ Իսրայելի հետ ակտիվորեն աշխատենք, հատկապես հաշվի առնելով Իսրայելի եւ Հնդկաստանի շատ մոտ հարաբերությունները, ռազմատեխնիկական համագործակցությունը, ինչպես նաև Հնդկաստանի եւ Ֆրանսիայի եւ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների իհարկե, ուստի կարծում եմ, որ մեծ անելիք կա այս ուղղությունով, հարգելի հայրենակիցներ, փորձեցի շատ կարճ, մանրամասն չէ իհարկե, բայց քաղաքական ավելի առումով, քան թե զուտ զինվորականի մոտեցումով եւ այսպիսի ռազմական տերմինոլոգիա օգտագործելով բացատրեմ ձեզ ստեղծված իրավիճակը եւ մեր անելիքը այս ուղղությունով, հուսով եմ հետաքրքիր էր, խնդրում եմ նաեւ մեկնաբանություններում արձանագրեք ինչքանով ձեզ հետաքրքրեց այս հարցը, իմ համար դա կարեւոր է, կհանդիպենք ստես